Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են անկանխիկ գործառնությունների խթանմանը միտված միջոցառումները, ներկայացվել են վերլուծություններ ուղղված տնտեսության մեջ անկանխիկ գործառնությունների կիրառման եւ ընդլայնման հնարավորություններին։ Այդ շրջանակում առաջարկվել է ներդնել ճկուն խթանման մեխանիզմ, որը նախատեսում է քաղաքացիներին վերադարձ տրամադրել իրականացված անկանխիկ վճարումների հիման վրա։ Քննարկման ընթացքում ընդգծվել է նաեւ համակարգի ներդրման նպատակահարմարությունը, շեշտադրվել են դրա հնարավոր դրական ազդեցությունները հարկային կարգապահության բարձրացման եւ ստվերային տնտեսության կրճատման ուղղությամբ։ Վարչապետը հանձնարարել է պատկան մարմիններին մշակել առաջարկվող մեխանիզմի ներդրման տեխնիկական առաջադրանքը, հետագա քայլերը հստակեցնելու եւ համակարգված գործարկումն ապահովելու նպատակով։ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանին, որը ներկայացրել է նախարարության կողմից իրականացվող եւ ընթացիկ ծրագրերը ենթակառուցվածքների զարգացման, հատկապես ճանապարհաշինության եւ հարակից ոլորտներում։ Ակտիվ աշխատանքներ են իրականացվում հյուսիս-հարավ մայրուղու տարբեր հատվածներում, հատկապես Սյունիքի մարզի բնակավայրերում, այդ թվում Քաջարան-Մեղրի հատվածում, ինչպես նաեւ Աշտարակ-Գյումրի ճանապարհահատվածում։ Դավիթ Խուդատյանը նախագահին է ներկայացրել մասնավորապես թունելների եւ կամուրջների կառուցման ուղղությամբ արձանագրված արդյունքները։ Նախարարը հայտնել է նաև, որ 2024 թվականին արդեն իրականացվել է շուրջ 500 կիլոմետր ճանապարհների կառուցապատում, իսկ ընթացիկ տարում նախարարության հիմնական նպատակներից է նույն ծավալի ճանապարհների կառուցումն ու վերականգնումը։ Հանրապետության նախագահը կարևորել է ենթակառուցվածքային զարգացումը, նշելով, որ դրանք ոչ միայն նպաստում են տարածքային համաչափ զարգացմանը, այլև խթանում են տնտեսության աճն ու բարելավում բնակչության կյանքի որակը։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է վերականգնման վարկերի բանկի KfW-ի Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի տարածաշրջանային տնօրեն Վերոնիկա Գարսիա Դել Արկոյի գլխավորած պատվիրակությանը։ Տիգրան Խաչատրյանը մեծապես կարևորել է Հայաստանի եւ Գերմանիայի միջև գործակցության շարունակական զարգացման գործընթացում էներգետիկ եւ ջրային ոլորտներում բանկի աջակցությամբ իրականացվող խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի նշանակությունը։ Այս համատեքստում զրուցակիցները մանրամասն անդրադարձ են կատարել ընթացիկ ծրագրային շրջանակին, մասնավորապես կապսի ջրամբարի եւ ոռոգման ինքնահոս համակարգի, ինչպես նաեւ Կովկասյան էլեկտրահաղորդման ցանցի կառուցման ծրագրերի ընթացքին։ Մտքեր են փոխանակվել նաեւ երկկողմ գործակցության ընդլայնման հնարավոր ուղղությունների վերաբերյալ։ Ազգային ժողովում շարունակվել է 2024-ի բյուջեի կատարման մասին հաշվետվությունը։ Վարչապետի աշխատակազմին 2024 թվականի պետական բյուջեով նախատեսված է եղել 21.6 միլիարդ դրամ, կատարողականը 93.1% է։ Ազգային ժողովի աշխատակազմի ծախսերը 24 թվականին կազմել են 7.2 միլիարդ դրամ, կատարողականը 97.7%։ Նախագահի աշխատակազմը 24 թվականի ընթացքում կատարել է 1.6 միլիարդ դրամի բյուջեի ծախսեր, կատարողականը կազմել է 90.5%։ Արդարադատության նախարարության աշխատակազմի բյուջեի կատարողականը հաշվետու տարում կազմել է 99.4%, սահմանադրական դատարանինը 98.2%։ Գլխավոր դատախազության աշխատակազմի 24 թվականի ծախսերը կազմել են 14 միլիարդ, կատարողականը 99.5%։ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի 24 թվականի բյուջեն կազմել է 18.6 միլիարդ դրամ, կատարողականը 96.8%։ Պետական վերահսկողական ծառայության աշխատակազմի ծախսերը հաշվետու տարում կազմել են 949 միլիոն դրամ, կատարողականը 99.3%։ Քննչական կոմիտեի աշխատակազմի ծախսերը կազմել են 16.8 միլիարդ դրամ, կատարողականը 88%։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակազմի բյուջեն կազմել է 400 միլիոն դրամ, կատարողականը 94%։ Հակակոռուպցիոն կոմիտեի 24 թվականի փաստացի ծախսը կազմել է 3.2 միլիարդ, կատարողականը 85.2%։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի բյուջեն կազմել է 500 միլիոն դրամ, կատարողականը 53.4%։ Տավուշի մարզի կողմ բնակավայրը շուտով կունենա ժամանակակից բազմաֆունկցիոնալ մարզասրահ, նախաձեռնությունն ուղղված է երիտասարդների ֆիզիկական ակտիվության խթանմանը։ Ծրագրի մեկնարկը տրվել է քառակողմ հուշագրի ստորագրմամբ։ Նախագիծն իրականացվում է լիդեր մեթոդաբանությամբ, մի համակարգ, որը հնարավորություն է տալիս համայնքներին ինքնուրույն ձևակերպել իրենց առաջնահերթությունները եւ առաջարկել ծրագրեր հիմնված իրական կարիքների վրա։ Սա հենց այդ դեպքն է։ Մարզասրահը ծառայելու է երիտասարդներին, կանանց եւ խոցելի խմբերին։ Բազմաշահառու հարթակ է ստեղծվում համայնք, քաղաքացիական հասարակություն, տնտեսվարող, բիզնես նաև մասնավոր սեկտորից եւ միասին փորձում են վերհանել համայնքում առկա խնդիրները եւ հենց իրենք էլ ներգրավում են այդ խնդիրների լուծման ուրեմն աշխատանքներում,
Սա իսկապես նոր մշակույթ է մեր համայնքային զարգացման գործընթացում։ Մարզասրահը կառուցվում է Եվրամիության ֆինանսավորմամբ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացվող տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու եւ Տավուշի մարզերում ծրագրով, որի շրջանակում լիդեր մեթոդաբանությամբ այդ մարզերում ստեղծվել են 5 տեղական ակտիվ խմբեր, որոնք համատեղ իրականացրել են ավելի քան 200 դրամաշնորհային նախաձեռնություններ, ուղղված գյուղատնտեսության զարգացմանը, կրթամշակութային, սպորտային կյանքի աշխուժացմանը գյուղական համայնքներում։ Ծրագրի ղեկավարի խոսքով մարզասրահի գործունեությունից ստացվող եկամուտն ուղղվելու է Գանձոր տեղական ակտիվ խմբի կողմից Նոյեմբերյան եւ Ալավերդի համայնքների 30 բնակավայրի զարգացման ծրագրերի ֆինանսավորմանը։ Գանձոր տեղական ակտիվ խումբը մինչև այժմ ֆինանսավորել է գյուղատնտեսության, туриզմի եւ հանրային ենթակառուցվածքների բարելավման 40 ծրագիր։ Լոնդոնի բորսայում Brent ապրանքանիշի օգոստոսի մատակարարումների ֆյուչերսների գինը նախորդ օրվա բորսաների փակման պահի ցուցանիշի համեմատ նվազել է 0.2%-ով, կազմելով բարելի դիմաց $65.27։ Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI տեսակի նավթի հուլիսի մատակարարումների ֆյուչերսային գինը նախորդ օրվա բորսաների փակման պահի ցուցանիշի համեմատ իջել է 0.3%, կազմելով բարելի դիմաց $66.22։ Ոսկու միջազգային գինն աճել է 0.1%-ով եւ 1 ունցիայի դիմաց կազմել $3376 Բիթքոյնի արժեքը վերջին մեկ օրվա դրությամբ բարձրացել է 2.2%-ով եւ կազմել մեկ հատի համար $103,870։ Հայաստանի կենտրոնական բանկը տեղեկացրել է, որ հունիսի 6-ի տվյալով ամերիկյան դոլարն արժեցել է 383 դրամ 46 լումա, եվրոպական արժույթի գինը կազմել է 438 դրամ 6 լումա, ռուսական ռուբլու արժեքը սահմանվել է 4 դրամ 83 լումա։